Նախագահ Ռուբեն Ռուբինյանը Սամվել Կարապետյանի մասին տեսակետ է հայտնում։ Ես վստահ չեմ, որ դա նրա ելույթն է, նկատուն է այս վերջի ելույթը։ Բայց եթե ինքն էր խոսում, գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել։ 20 դուբլից ելույթ է նկարում, բանակցելուց էլ խոսելու, չստացվի ասի նորից եմ սկսում։ Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Շարլ Ազնավուրով եւ Իլյան Սարոյանով, նա հայերենն էլ ռուսերենն էլ նորմալ չի խոսում։ Հիմա սա գնահատական է Սամվել Կարապետյանին, որ նա 20 դուբլով մի խոսք է նկարել, որպեսզի ցույց տա։ Եվ ինչպես է բանակցելու, գնալու է բանակցելու ժամանակ դուբլ անի, եթե այնինչ որ ասում եք իրանց էլ չվերաբերվեր, հարցը մի կողմն է, բայց եթե դուք այդ լրջությամբ հասկանում եք, թե ինչքան կարևոր է բանակցության ժամանակ, որ մարդը կարողանա տիրապետի ինչ-որ ինֆորմացիայի, գիտելիքի, որ նա գնալու է այնտեղ եւ չի կարող մտնի ChatGPT բանակցության ընթացքում կամ էլ մտնի Google-ում որոնում տա, որ իմանա ինչ ասելու, ինչ գլխի մեջ կա դա է, բայց նույն բանը քանի անգամ ենք 8 տարվա մեջ բացատրել, որ ասել ենք դուք երբ որ գնում եք բանակցության, ձեր դիմաց նստած են պետություններ, որոնք իրաց քաշային կատեգորիայով եւ տասնապատիկ գերազանցում են, երկրներ կան ավելի շատ։ Բայց դուք պատկերացրեք, եթե գոնե դուք պետք է այնպիսի կերպար լինեք, որ գոնե հավասարը հավասարի հետ ձեզ հետ հարաբերվեն ու անգամ կոմպենսացվի այդ երկրների տարբերությունը Հայաստանի հետ կապված։ Ձեզ որպես գործընկեր ընդունեն։ Բայց դա ենք ասում, բայց նույն բանը մենք ձեզ ենք ասում։ Ուրեմն դուք ինչքան եք դա կարևորում, որ բանակցության ժամանակ մարդը պետք է պատրաստված լինի։ Բա պատկերացրեք մենք ինչքան ենք կարևորում, որ նույն պահանջը ներկայացնում եք թե մի կողմին, թե մյուս կողմին։ Որ ասում եք չի կարելի գնալ միջազգային համաժողով եւ տեսնել սեղանին դրած դեկորատիվ խնձոր եւ դնել ու միակ խեղդել այդ խնձորը։ Դա ուղղակի դրած էր։ Բախտներս բերել ամոմից չէր։ Դա էինք բացատրում։ Բացատրում ենք, որ այն պրիմիտիվ խոսույթով, որ խոսում եք Հայաստանում հայերեն, որ շփվում եք մարդկանց հետ, մի բան ասում եք 5 րոպե հետո նորից ասում, մի բան արագ գրում եք 5 անգամ խմբագրում, վարչապետը մի բան գրում է 5 անգամ խմբագրում է։ Այսինքն սա ինչի մասին է խոսում։ Բա դուք այդ մակարդակով եք բանակցություններ վարում։ Երբ որ բարբերաբար ասում են, որ նայեք դուք ձեր աչքի առաջ տեսնում եք այս մարտիկ այս մակարդակով, այս ինտելեկտով, այս վարկու բարկով, այս նիստուկացով, ձեր աչքի առաջ տեսնում եք ինչ պրիմիտիվ են ու անգրագետ։ Բա ինչա ձեզ թվում է փակ հանդիպումների ժամանակ միանգամից դարձան ես ինչ էր հրաշագործներ։ Ոչ, փակ հանդիպման ժամանակ այն ինչ որ կատարվում է, դուք արդյունքի բացասական հետևանքներն եք իմանում։ Ու հանկարծ մի մտածեք, որ եթե դուք տեղյակ չեք ինչ են քննարկել, կարող է մի անգամից sense պայծառացել են ու sense գնացել են։ Եթե դիմացինը շփվում է, տեսնում է, որ դուք բագաժ չունեք ձեր գլխի մեջ, նա շատ արագ հասկանում է, նկարամ երկու խաչմերուկ զրուցել անի, մի այդտենց կիսաճիշտ ինֆորմացիա գցի, տեսնի դուք հասկանում եք թե չէ, որից հետո հասկանա, որ վերջ, սրանք արդեն մերն են։ Բացի դրանից կարող են նաև շատ տեղեր գնում են թիմակիցների հետ, ընտանիքի անդամների հետ, բանակցությունը այնպես չի, որ վարվում է սեղանի մոտ նստեցին, խոսեցին, իրար հետ սուրճ են խմում, շփվում են, գործընկերների հետ առանձին են շփվում, միատասում են խելքները չափեք, ընտանիքի հետ անդամի հետ առանձին են շփվում, միատասում են խելքը չափեք, հետո գալիս է բանակցող պատվիրակության ղեկավարն ասում է իմացի, որ սրանք արդեն վերջ, առանց փամփուշտ կրակելու մերն են, որովհետև ուղեղ չկա սրանց մոտ, գիտելիք չկա, շրջահայացություն չկա։ Երբ որ դուք ուրիշի հետ կապված դա հասկանում եք, պատկերացնում եք, բա մենք ոնց ենք հասկանում, նույնը տեսնելով ձեր մոտ։ Այնպես որ եթե ուրիշի թերությունը տեսնում եք, մենք համ նրանցն ենք տեսնում, համ ձերը։ Ու այնպես չի, որ բարբերաբար այս նույն բանը չենք հիշացրել։ Իսկ նաև մի ուրիշ հարց է։ Երբ որ խոսք է գնում, որ այո, մենք հաղթել ենք, հունիսի 7-ին Սամվել Կարապետյանը վարչապետ է, շատերն նույնիսկ մարդիկ էլ ասում են, հիմա է արդեն վարչապետ, կատեգորիկ արդեն գրում են հունիսին վարչապետ Սամվել Կարապետյան, մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյան, դա առնվազն անհարգալից վերաբերմունք է ընտրողի նկատմամբ։ Այսինքն դուք արդեն ընտրվել եք, հա։ Բա ով է ձեզ ընտրել։ Մի մարդ, որը հայցում է ժողովրդի քվել, արդեն ասում է ես արդեն ընտրվել եմ։ Այսինքն եթե այդ մարդիկ իմանան, որ դու արդեն ընտրվել ես առանց իրան հարգող մարդը կգնացեն գտա այդ մարդուն։ Ես որպեսզի չմտածեք կոնկրետ ես Սամվել Կարապետյանի մասին եմ խոսում։ Ես ասեմ, որ նման ոճը մեզ վաղուց ծանոթ է։ Սամվել Կարապետյանը նոր է քաղաքականություն մտնում, ինքը կարող է դրանից տեղյակ չի։ Իր թիմակիցներն էլ տեղյակ չեն։ Բայց երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականին այդպիսի ագրեսիվ հրետորաբանության, որ ինքը եկել է ու ինքը արդեն հաղթել է, սկսեց, դրա մասին զգուշացնում էինք։ Զգուշացրել եմ հոկտեմբեր ամսին, ընտրությունը փետրվար ամսին էր, մի քանի օր հետո։ Արդյունքը տեսանք ինչ եղավ։ Հիմա ուղղակի ցույց տամ, սա ժամանակ Երևան օրաթերթում իմ հոդվածն է Էդվարդ Անտոնյան դատապարտի, որ չդատապարտվեց։ Ժամանակ Երևան 6 հոկտեմբեր 2007 թվական, ընտրությունը 2008 թվականի փետրվարին էր, հիշում եք։ Այսինքն այնպես չի, որ 2007 թվականին այս մասին խոսում է, ենթադրելով որ 2026 թվականին Սամվել Կարապետյանը նույն սցենարով առաջադրվելու է։ Ուղղակի ասում եմ, ինչ եք անում ժողովուրդ։ Մենք առավոտից իրիկու ասում ենք ժողովուրդ ջան, ձեր աջակցությամբ միայն կարող ենք հաղթել։ Ձեր օգնությամբ, ու այդ օգնությունը միայն այն չի, որ գնաք քվեարկեք իօգուտ մեզ։ Նաև այսօր կազմակերպական աշխատանքների մեջ դուք խաղացող եք։ Դուք օթյակում նստած չեք։ Դուք ինքներդ մասնակից եք։ Դուք ինքներդ նյութերը տարածում եք, դուք ինքներդ մասնակցում եք, դուք ինքներդ քարոզ եք տանում, ասում եք ժողովուրդ ընտրեք այս մարդկանց, մենք իրանց լսել ենք, հասկանում ենք, դուք էլ լսեք։ Դուք ֆինանսապես աջակցում եք, դուք այս ծրագրի բաժնետեր եք, այսպես ասած։ Բայց դուք պատկերացնում եք Մեկը ասի ես արդեն վարչապետ եմ։ Դե կներես էլի։ Դե որ դու արդեն վարչապետ ես, օդից ես ընկե վարչապետ։ Բայց մեզանից ինչ ես ուզում։ Իրան հարգող մարդը կգնա մեկին ձայն կտա, որ ասում է դու ձայն տաս, ձայն չտաս, ես արդեն ընտրված եմ։ Ու դրա համար է բլեֆի հետ կապված։ Բայց 2007 թվականին արդեն ասում են Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթել է, ոնց որ ասում են հիմա Սամվել Կարապետյանը։ Բայց ինչ եղավ, հաղթեց։ Դրա համար ես շարունակում եմ, լսեք։ Ժողովուրդը հոգնել է մշտապես պարտվելուց եւ Տեր-Պետրոսյանի անպարտելիության բլեֆը
Այո, ես դա պարզ ասել եմ, որ դա բլեֆ է։ Անպարտելիության բլեֆը ոգևորված ժողովրդին կարող է հերթական անգամ հուսախապ անել։ Բա ով էր եթե հաստատված ժողովրդին ասելու, բայց ինչ եք անում։ Ինչի եք տրամադրում մարդկանց, որ արդեն հաղթել ես։ Այո, տրամադրի մարդկանց, որ գնում ենք հաղթելու, ժողովուրդ ջան, աջակցեք գնանք հաղթելու։ Բա իհարկե, բա մարդկանց ոգևորի տար ընտրության, բայց ասել, որ ես արդեն հաղթել եմ։ Ումով ես հաղթել։ Այս նույն խնդիրը ժողովուրդ ջան։ Իմացեք, որ հիմա է տեղի ունենալու։ Այս նույն խնդիրը, որի մասին ձեզ ներկայացնում էինք, եւ արդյունքներն էլ դուք տեսաք։ Դրա համար, որպեսզի այս երկուսը, որ արդեն իրանց հաղթած են համարում, մարդկանց էլ ասում են դե լավ, դե իրանք են ելով է։ Պատկերացրեք, մի թևը մտածում է, որ 100%-ով Սամվել Կարապետյանն է, մյուս թևն էլ 100%-ով Նիկոլ Փաշինյանը։ Այդ երկու 100-ից մեկն ալնելու, չէ՞, ըստ ձեզ։ Չի լինելու, չէ՞, որ երկուսն էլ 100%-ով հաղթեն։ Ինչ որ մեկն ալնելու։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ու մեր ընդդիմությունը Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը, էս եք ուզում։ Թե մեր իշխանությունը Սամվել Կարապետյանը ենթադրենք հետո օրենքը փոխեցին, ինչ գիտես ինչ արեցին, համարենք իրանց ասածով եմ ասում, իշխանությունը Սամվել Կարապետյանը, անդիմությունը Նիկոլ Փաշինյանը, լուրջ եք ասում։ Էս է ձեր սպասելիքը 26 թվականի աշխարհի այս մարտահրավերների պարագայում։ Այսօր իշխանությունը դժգոհում է, որ ասում է խոսալ չգիտեն։ Բայց որ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ղեկավարը քաղաքագիտության տեխնացու, հիմա նոր կարգավիճակով արդեն տեխնացու էլ չի կոչվում, դոկտոր է կոչվում։ Ակադեմիական տարբեր ոլորտներում աշխատած դասախոս, որ երբ որ ասում ենք, բա ով կարող է բանակցել։ Կողքից ասում են, բա ինքը կարա բանակցի, բա ինքը շատ չի գրագետ խոսում։ Այդեն, բա ինչ էիք ուզում։ Քուչի բարբարով պետք է խոսար։ Ոսկի թարգմանի չկարողանա թարգմանի։ Հա, դա ձեր պատկերը։ Հրաշալի դուք հասկանում եք ուրիշի թերությունը, բայց ձերը չեք հասկանում։ Դրա համար ժողովուրդ ջան, որպեսզի մենք այս խայտարակությունից ազատվենք, դրա համար մեզ պետք է այս նախկինի ու ներկայի կռվից ապագա չի ծնվելու, հավատացնում եմ ձեզ։ Ապագա ծնվելու համար պետք է այս նախկինի ու ներկայի բեռից, սխալներից դաս քաղած կարողանալ առաջ գնալ եւ ապագայի ծրագիր կերտել։ Դրա համար պետք է որ այդ անցյալի բեռը ուսներին դրած չլինի։ Սա է շատ կարեւոր։ Դրա համար ժողովուրդ ջան, եւ քանի որ ձեր աջակցությունից էի խոսում, նաեւ ձեր շնորհիվ է, եթե հավանում եք սեղ մեկ լայք կոճակը, բաժանորդագրվեք այդ Վարդանտինա YouTube-յան ալիքին, սեղ մեկ զանգակ կոճակը գրեք, մեկնաբանություններ գրեք, հարցեր, ձեր ծանոթների միջոցով մաքսիմալ տարածեք, այո ուղարկեք, մարդիկ են զանգում են, ասում են, ձեր ներկայացնում ենք այնտեղ որտեղ չգիտեն, ասում ենք ախպեր լսեք, որպեսզի իմանաք, հավանում եք թե չէ, հարգում եք թե չէ, որ միտեղ էլ կտեսնեք Գուրգեն Սիմոնյանի նկարը Շնորհապետական կուսակցության նախագահի, այսինքն դուք արդեն էմոցիա ունենաք, դուք պատկերացում ունենաք, որ ոչ թե մենակ նայեք, այլ իմանաք, որ ասեք այդ մարդուն ենք ուզում ընտրենք, այդ կուսակցությանն ենք ուզում ընտրենք։ Դուք շատ լուրջ անելիք ունեք եւ անկեղծորեն ասեմ, շատ շնորհակալ եմ, շատերը զանգում են, հանդիպում են, գալիս են, բուկլետներ են վերցնում, ֆլայերներ են վերցնում, իրանց կողմից խանդավառված տանում են, բաժանում են, գործ են անում մարդիկ, որովհետեւ հասկանում են դա իրենց ծրագիրն է, հասկանում են, որ իրանք մասնակից են այդ ծրագրին։ Եվ դրա համար եթե ցանկություն ել կունենաք ֆինանսապես աջակցելու մեր կայքին նյութի նկարագրական մասում բոլոր տարբերակները կա եւ փոխանցում տարբերակ եւ կանխիկ տարբերակ եւ իդրամի տարբերակ, քարտային փոխանցում, բանկային մի խոսքով բոլորը։ Շատ ավելի կարեւորում եմ անկեղծորեն հավատացեք, որ դա շատ ավելի կարեւոր է, որ անպայման կապ պաշտպանեք Գուրգեն Սիմոնյանի գրասենյակի հետ եւ այնտեղ ձեր կազմակերպական հարցերով շատ հարցերում կարող եք օգտակար լինել, նաեւ իմ նյութի նկարագրական մասում նաեւ կա գրասենյակի ակտիվի համարը, նաեւ իրանք են տարածում իրանց տվյալները, նաեւ ձեր աջակցությունը կարող է լինել բազմապիսի կազմակերպական հարցերում, կարող է լինի ֆինանսական հարցերում, որովհետեւ դուք արդեն հասկանում եք, թե ինչպիսի դաժան ձևով փորձում են ամեն ինչ անել, փակել ճանապարհները, որ մարդիկ չկարողանան գոնե նվազագույն ֆինանսավորման հարցերը լուծեն եւ կարողանան գոնե պատշաճ ձևով ներկայանալ։ Նրանք ովքեր մեզ ճանաչում են, ընտրության հետ կապված խնդիր չունեն, բայց ֆիզիկապես ճանաչելու խնդիր կա, ինչ հնարավորինս մաքսիմալ ձեր աջակցությամբ կարողանանք այդ ճանաչելիությունը մեծացնել, ընդամենը 2 ամիս բանա մնացել։